Ֆրիդա Մակֆատենի գրքի էկրանավորման սկզբում մենք ծանոթանում ենք Միլի Քալուեին, անտուն երիտասարդ կնոջ, ով վերջերս ազատ է արձակվել բանտից և հուսահատորեն փորձում է աշխատանք գտնել։ Նա պետք է հարցազրույց տա Վինչեստերների տանը, տնային սպասուհու աշխատանքի համար։ Երբ նա հասնում է այնտեղ, տեսնում է հսկայական առանձնատուն և ինքն էլ է կասկածում, որ կստանա աշխատանքը, երբ նրանք իմանան իր անցյալի մասին։ Տիկին Նինա Վինչեստերը դուրս է գալիս Միլիին դիմավորելու։ Նա շատ քաղաքավարի է, ցույց է տալիս տունը և բացատրում աշխատանքի պայմանները։ Աշխատանքը բնակությամբ է, և Միլին ասում է, որ դա իրեն լիովին հարմար է։ Նինան պատմում է, որ տանն ապրում են ինքը, ամուսինն Էնդրյու Վինչեստերը և նրանց 7-ամյա դուստրը Սիսի Վինչեստերը։ Նա նաև նշում է, որ շուտով սպասում է երկրորդ երեխայի, և այդ պատճառով է լրացուցիչ օգնություն պետք։ Նինան Միլիին ցույց է տալիս նաև ձեղնահարկի փոքրիկ սենյակը, որտեղ նա պետք է քնի։ Դա շատ նեղ սենյակ է, տան ամենավերևում, մի փոքրիկ պատուհանով։ Միլին հեռանալիս գրեթե համոզված է, որ Նինան իրեն չի ընդունի աշխատանքի անցյալը ստուգելուց հետո։ Սակայն հաջորդ օրը Նինան զանգահարում է և առաջարկում աշխատանքը։ Երբ Միլին վերադառնում է տուն, տեսնում է տարածքը խնամող աշխատողին, բայց նա սառն է վերաբերվում և չի օգնում դարպասը բացելու հարցում։ Տուն մտնելիս Միլին տեսնում է, որ ներսը լրիվ խառնաշփոթ է։ Նինան ասում է, որ պետք է աշխատի ծնողական խորհրդի ելույթի վրա, և Միլին թողնում է տունը մաքրելու։ Էնդրյուն և Սիսին տուն են մտնում։ Էնդրյուն ընդհանրապես տեղյակ չէր, որ Նինան սպասուհի է վարձել, և մի քիչ զարմացած է անծանոթին տեսնելով իր տանը, բայց հարմարվում է իրավիճակին։ Երբ Միլին բարձրանում է վերև, նկատում է, որ ձեղնահարկի դռան փականը դրսից է փակվում։ Նա հարցնում է Նինային, արդյոք կարող են նոր փական տեղադրել, և Նինան ասում է, որ դա կկարգավորի։ Հետո Նինան Միլիին նոր հեռախոս է տալիս։ Առավոտյան աղմուկ է լսվում։ Նինան խուճապի մեջ է, որովհետև չի գտնում իր ելույթի գրառումները և կարծում է, թե Միլին դրանք գցել է աղբը։ Էնդրյուն գալիս է և հանգստացնում նրան։ Այդ գիշեր Միլին իր սենյակում սոցիալական ցանցերում նայում է Էնդրյուի լուսանկարները։ Շաբաթ օրը նա հանդիպում է իր պայմանական ազատման տեսուչին, ով զգուշացնում է, որ պետք է պահի այս աշխատանքը, այլապես կարող է վերադառնալ բանտ։ Նինան զանգում է Միլիին և ասում, որ Սիսիին վերցնի բալետի դասից։ Բայց այնտեղ Սիսին ասում է, որ ընկերուհու հետ է տուն գնալու, և Նինան արդեն գիտեր դա։ Միլին չի հասկանում, թե ինչու էին իրեն ուղարկել։ Գիշերը Միլին չի կարողանում քնել և իջնում է տնային կինոթատրոն, հեռուստաշոու դիտելու։ Էնդրյուն էլ է գալիս և նստում նրա կողքին։ Երբ Նինան նրանց տեսնում է միասին, իրավիճակը անհարմար է դառնում։ Հետո Նինան Միլիին ասում է, որ հեռու մնա իր ամուսնուց։ Հաջորդ շաբաթների ընթացքում Միլին օրագիր է գրում, նշելով, որ կարծում են Նինան խելագար է։ Մի օր, երբ Նինան և Էնդրյուն դուրս են գալիս ժամադրության, Միլին նրանց լոգարանում գտնում է դեղեր, որոնք նշանակված են Նինային։ Հետո Էնդրյուն խոսում է Միլիի հետ և ասում, որ Սիսին իր կենսաբանական դուստրը չէ, բայց ինքն է նրան մեծացրել։ Նա նաև ասում է, որ ցանկանում է իր սեփական երեխաները, բայց Նինան չի կարողանում հղիանալ, և դա է պատճառը, որ վերջինս անկայուն է դարձել։ Մի գիշեր Միլին աղմուկ է լսում և տեսնում է Նինային արյունոտ ապակու կտորով։ Բայց Էնդրյուն ասում է, որ դա թյուրիմացություն է։ Նինան հետո ներողություն է խնդրում և Միլին տալիս է իր հագուստներից մի քանիսը։ Նա նաև խնդրում է Միլիին ամրագրել ռոմանտիկ հանգիստ իրենց համար։ Սակայն հետո պնդում է, թե նման բան չի ասել, և բարկանում է։ Բալետի դասի ժամանակ մեկ այլ դայակ ասում է Միլիին, որ Նինան 1 տարի առաջ հոգեբուժարանում է եղել, իբր Սիսիին լոգարանում խեղդելու փորձի համար։ Երբ նրանք վերադառնում են Վինչեստերների տուն, Միլին հարցնում է տնային հսկող Էնզոյին, թե նա ինչ գիտի Վինչեստերների մասին, բայց նա պատասխանում է միայն, որ Միլին չպետք է այնտեղ գտնվի։ Հետո Նինան դուրս է գալիս և բարկանում է Միլիի վրա շաբաթօրյա ռոմանտիկ հանգստի տոմսերը ամրագրելու համար, քանի որ ինքն այդ ժամանակ քաղաքում չի լինի։ Միլին փորձում է բացատրել, որ Նինան բառացիորեն խնդրել էր դա անել, բայց Նինան հերքում է, որ նման բան է ասել։ Նինան գոռում է Միլիի վրա, ասում է, որ տոմսերի գումարը կհանվի իր աշխատավարձից, բայց Էնդրյուն ասում է, որ չանհանգստանան, քանի որ ինքն է վճարելու։ Շաբաթ օրը Նինան Սիսիի հետ մեկնում է քաղաքից դուրս հանգստի համար, իսկ Էնդրյուն ստիպված է լինում մնալ քաղաքում աշխատանքի պատճառով։
Էնդրյուն ասում է Միլիին, որ քանի որ տոմսերը արդեն կան, նրանք միասին պետք է գնան մյուզիկլ դիտելու։ Միլին պատրաստվում է, հագնում է Նինայի տված զգեստներից մեկը։ Նրանք լավ ժամանակ են անցկացնում և վերջում սիրով զբաղվում հյուրանոցային համարում։ Առավոտյան Էնդրյուն ասում է Միլիին, որ Նինան դրա մասին չպետք է իմանա, և երկուսն էլ համաձայնվում են, որ դա չպետք է կրկնվի։ Սակայն, երբ նրանք վերադառնում են տուն, կրկնում են։ Նինան վերադառնում է և երբ նրանք սեղանի շուրջ նստած էին, Նինան հարցնում է Միլիին, բանտում արդյոք նա սովորել է եփել, ինչը Էնդրյուին շոկի է ենթարկում։ Այսինքն Նինան Միլիի մասին հետաքրքրվել է և այդ իմանալով այնուամենայնիվ աշխատանքի է ընդունել նրան։ Հետո Նինան խնդրում է Միլիին գնալ խանութ, որոշ բաներ գնելու, և տալիս է Միլիին իր մեքենան։ Երբ Միլին դուրս է գալիս խանութից, ոստիկանները նրան կալանավորում են, քանի որ մեքենան համարվում էր գողացված։ Էնդրյուն գալիս է և բացատրում ոստիկաններին, որ սա պարզապես թյուրիմացություն էր։ Տուն վերադառնալիս, Միլին ներողություն է խնդրում Էնդրյուից, որ նա չի պատմել իր բանտային կյանքի մասին։ Նա մեկ սխալ է արել դպրոցում, որն արժեցել է իրեն 10 տարի ազատազրկում։ Երբ նրանք տուն են հասնում, Նինան ասում է, որ գիտի, որ նրանք կապվել են, և սկսվում է վեճ Էնդրյուի և Նինայի միջև։ Վեճը ավարտվում է այնպես, որ Էնդրյուն Նինային դուրս է հրավիրում իր տնից։ Միլին առաջարկում է Նինային օգնել իրերը հավաքել, բայց Նինան ծեծում է նրան և հեռանում։ Նա լաց է լինում մուտքի դարպասի մոտ։ Էնդրյուն ասում է Միլիին, որ ուզում է, որ նա մնա։ Մի առավոտ Միլին խոհանոցում վախենում է, երբ տեսնում է, որ Էնզոն դրսից նայում է իրեն։ Նա գցում է ուտեստների սկուտեղը, և Էնդրյուն մտնում է ու աշխատանքից հեռացնում Էնզոին։ Երբ Էնդրյուն տուն է գալիս, նա Միլին տանում է ձեղնահարկի սենյակ, սիրային հարաբերություն ունենալու համար։ Առավոտյան Միլին արթնանում է և զարմացած հայտնաբերում, որ փակված է ձեղնահարկում, իսկ Էնդրյուն ասում է, որ դուրս կթողնի միայն այն ժամանակ, երբ Միլին իր դասը կսերտի։ Հետո տեսնում ենք Նինային, ով լաց էր լինում մուտքի դարպասի մոտ, բայց նրա լացը վերածվում է ծիծաղի, երբ հասկանում է, որ վերջապես ազատ է։ Նա գնում է հյուրանոց ազատությունը տոնելու և այրում է Էնդրյուի լուսանկարը լվացարանում։ Հետո Նինան պատմում է իր կյանքի պատմությունը, ինչպես համալսարանի պրոֆեսորը նրան հղիացրեց, հետո հրաժարվեց երեխայից Սիսիից։ Նա աշխատում էր գրասենյակում որպես սպասարկող։ Այստեղ էլ հանդիպել է Էնդրյուին, ու նրանք անմիջապես մտերմացել են։ Նրանք ամուսնացան 6 ամիս անց։ Սակայն որոշ ժամանակ անց Էնդրյուն սկսեց բարկանալ նրա վրա, երբ նրա մազերի արմատները երևում էին, իսկ նա սկզբում դրան առանձնապես ուշադրություն չէր դարձնում։ Մի օր նա խնդրեց նրան ձեղնահարկից ինչ-որ բան բերել։ Բայց երբ նա մտավ սենյակ, Էնդրյուն հայտնվեց, դուռը փակեց և նրան ներսում թողեց։ Էնդրյուն ասաց Նինային, որ նրա մազերը պետք է լավ խնամվեն, իսկ նա դա չի անում, դրա համար էլ պետք է պատժվի։ Նինան ասաց, որ անմիջապես կխնամի մազերի արմատները, բայց ապարդյուն, նա շարունակեց Նինային փակված պահել ձեղնահարկում։ Էնդրյուն ասաց, որ նա պետք է իր գլխից պոկի 100 մազ, այնպես, որ մազարմատները կպած լինեն, և միայն այդ դեպքում ինքը նրան դուրս կթողնի։ Նինան օրեր շարունակ մնաց ձեղնահարկում, մինչև որոշեց մազերը գլխից պոկել։ Միայն դրանից հետո նա ազատվեց։ Այն ջրի շշի մեջ, որը նրան տրվել էր, Էնդրյուն թմրադեղ էր լցրել։ Երբ նա անջատվեց և հետո արթնացավ, լսեց, որ լոգարանում ջուրը հոսում է, իսկ Սիսին խեղդվում է։ Այդ պահին ոստիկանությունը հայտնվեց, այնպես ներկայացվեց, կարծես Նինան էր փորձել խեղդել Սիսիին։ Սա էլ հենց այն էր, ինչի պատճառով նրան ուղարկեցին հոգեբուժարան։ Նինան հասկանում էր, որ տուն վերադառնալու միակ ճանապարհը Էնդրյուի խաղին ենթարկվելն էր, որովհետև առավելությունը նրա ձեռքում էր։ Նա կարող էր ցանկացած պահի նրան նորից հիվանդանոց ուղարկել։ Նինան ապրում էր նրա տան մեջ, նրա կանոններով, մինչև կկարողանար մի ճանապարհ գտնել, իրեն և Սիսիին վերջնականապես Էնդրյուից ազատելու համար։ Նա նույնիսկ խնդրել էր Էնզոին, որպեսզի օգնի իրեն։ Նինան մտածում էր փախչելու մասին, բայց գիտեր, որ Էնդրյուն կգտնի իրեն։ Այդ պատճառով նա մտածեց այնպես անել, որ Էնդրյուն իրենից հեռանա, որպեսզի ինքը և Սիսին կարողանան նոր կյանք սկսել, առանց վախենալու։ Այստեղից է, որ Միլին ընկնում է այս պատմության մեջ։ Նինան վարձեց Միլիին, որպեսզի Էնդրյուն սիրահարվի նրան, և ինքը կարողանա ազատվել նրանից։ Վերադառնալով ներկային, Էնդրյուն Միլիին ասում է, որ իր մոր ճենապակյա սպասքը իր համար շատ թանկ էր, և այն հնարավոր չէ փոխարինել, այդ պատճառով էլ նա պետք է պատժվի։
Նա ասում է, որ եթե Միլլին ուզում է դուրս գալ ձեղնահարկից, պետք է կոտրված ճենապակուց մի կտոր վերցնի և որովայնի վրա 21 խորը գիծ անի։ Միլլին սկսում է վերհիշել իր կյանքը։ Այստեղ էլ իմանում ենք, թե ինչու էր նա հայտնվել բանտում։ Նա սովորում էր գիշերօթիկ դպրոցում և մի օր տեսավ, որ տղաներից մեկը փորձում է բռնանալ իր ընկերուհուն։ Այդ ժամանակ նա վերցրեց ծանր առարկան և այնքան ուժեղ հարվածեց տղային, որ նա մահացավ։ Դրա համար Միլլին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, անզգուշությամբ սպանության համար, սակայն իրականում բանտում անցկացրեց 10 տարի։ Միլլին ուզում է դուրս գալ ձեղնահարկից, ուստի սկսում է իր որովայնի վրա գծեր անել։ Մեկ ուրիշ վայրում Նինան Սիսիի հետ նստած ուտում է։ Սիսին ասում է մորը, որ նրանք պետք է վերադառնան ու օգնեն Միլլիին, չթողնեն, որ նա տառապի։ Բայց Նինան վերջապես ազատ էր և չէր ուզում վերադառնալ։ Վինչեսթերների տանը Էնդրյուն մտնում է ձեղնահարկ և ասում է Միլլիին, որ նա լավ աշխատանք է կատարել և հիմա կարող է դուրս գալ։ Այդ պահին Միլլին նույն ճենապակու կտորով, որով իր որովայնն էր վնասել, հարվածում է նրան և արագ վազում դուրս, այս անգամ կարողանալով հենց Էնդրյուին փակել ներսում։ Միլլին իջնում է ներքև, հավաքում է Էնդրյուի մոր ամբողջ ճենապակյա սպասքը և տանում այն ձեղնահարկ։ Դրան տակով նա ներս է սահեցնում ակցան և ասում Էնդրյուին, որ նա պետք է հանի իր առջևի ատամը։ Միլլին սպառնում է, որ կկոտրի ամբողջ ճենապակին, եթե նա դա չանի։ Էնդրյուն հանում է իր ատամը, բայց Միլլին ասում է, որ կվերադառնա առավոտյան։ Միլլին իջնում է ներքև և գնում է հեռուստացույց դիտելու։ Այդ պահին Նինան վերադառնում է տուն։ Նա տեսնում է, որ ձեղնահարկում լույսը վառած է և ենթադրում է, որ Էնդրյուն հավանաբար այնտեղ փակել է Միլլիին։ Նինան բարձրանում է վերև և բացում դուռը, ինչի հետևանքով Էնդրյուն կարողանում է դուրս գալ և անմիջապես հարձակվում է աղջիկների վրա։ Չում Միլլին Էնդրյուին հրում է աստիճաններից և նա ընկնում ու մահանում է։ Նինան մի լամպ է գցում հատակին, փորձելով այնպես ներկայացնել, կարծես Էնդրյուն ընկել է, երբ փորձում էր փոխել լամպը։ Նինան Միլլիին ասում է, որ նա հեռանա, որովհետև նա արժանի չէր այս ամենին, և չի ուզում, որ ոստիկանությունը կարծի, թե Միլլին կրկին սպանություն է կատարել։ Շուտով ոստիկանությունը գալիս է։ Նինան հարցաքննվում է ոստիկանի կողմից, որը սկզբից կասկածանքով է վերաբերվում նրա պատմությանը։ Պարզվում է, որ այդ ոստիկանն ինչ-որ ժամանակ ճանաչել է Էնդրյուին, քանի որ նա տարիներ առաջ հանդիպել է իր քրոջ հետ։ Ուստի նա լիովին ընդունում է լամպի պատմությունը, որովհետև գիտեր, որ Էնդրյուն բռնարար մարդ էր։ Մի քանի օր անց տեղի է ունենում Էնդրյուի հուղարկավորությունը։ Այստեղ ակնարկվում է, որ նրա մայրը նույնպես երբեմն նրան փակել էր սենյակում, երբ նա խախտել էր կանոնները։ Հավանաբար հենց այնտեղից էր նա սովորել էր այդ վարքագիծը։ Միլլին նույնպես գալիս է հուղարկավորությանը, և Նինան գաղտնի նրան փոխանցում է $100,000 չեկ, որը ստացել էր Էնդրյուի կյանքի ապահովագրությունից։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Միլլին նորից հարցազրույցի է գնում սպասուհու աշխատանքի համար։ Կինը ասում է, որ Նինան է նրան խորհուրդ տվել, որովհետև նա էլ է բռնարար ամուսնու հետ ապրում։ Սրանով ավարտվում է «Տնային սպասուհին» ֆիլմը։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք և սեղմեք հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։